Առողջ մայրություն, հետծննդյան հոգեկան առողջության խթանում խորագրով քննարկումը Գյումրիի երկխոսությունների մեդիա կենտրոնում է։ Կանանի սոցիալ-հոգեբանական կենտրոնի ենթադրամաշնորհային ծրագիրը իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող եռամյա նախաձեռնության շրջանակում։ Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն։ Հայաստանում հոգեկան առողջության համար պարփակ շրջանակի խթանում խորագրով ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին և կավարտվի 2026-ի դեկտեմբերին։ Հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանը կանանց կյանքի ամենախոցելի փուլերից է։ Մասնագետների տվյալներով այդ ընթացքում յուրաքանչյուր 5-րդ կին բախվում է հոգեկան առողջության խնդրի։ Մենք մշակել ենք հոգեկան առողջության մասին օրենք, բավականաչափ ոլորտային ուսումնասիրություն ենք իրականացրել։ Հաջորդ մասը, հաջորդ բլոկը, այսպես ասած, դա իրավունքների վրա հիմնված համայնքահենք ծառայությունների ներդրումն է, եւ այստեղ մենք նաեւ ի նկատի ունենք գործող ծառայություններում մասնագետների կարողությունների զարգացումը, եւ երրորդը դա հանրային իրազեկվածության բարձրացումն է եւ խարանի նվազումը։ Առողջ մայրություն, հետծննդյան հոգեկան առողջության խթանում ծրագրի արդյունքները ներկայացվեցին մարզերում իրականացված աշխատանքների համատեքստում։ Տարիներ շարունակ գործելով կանանց իրավունքների, հոգեկան առողջության և համայնքահեն աջակցության ոլորտում Կանանի սոցիալ-հոգեբանական կենտրոնը ծրագրում ներգրավվել է արդեն իսկ ձևավորված փորձով ու մասնագիտական կարողություններով։ Մենք ծրագրերում ներգրավել ենք հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, աշխատել ենք համայնքներում, ընտանիքների իրազեկվածության մակարդակն ենք բարձրացրել, նաև ծանոթացրել ենք այն կարծրատիպային մոտեցումներին, որոնք շատ ավելի խոցելի են դարձնում շուրջ ծննդաբերական շրջանում գտնվող կանանց հոգեկան առողջության հարցերը։ Ծրագրում կարևոր է համարվում նաև հոգեսոցիալական աջակցության ծառայությունների զարգացումը որպես բժշկական օգնության կարևոր բաղադրիչ։ Սոցիալական աջակցություն ասելով նկատի ունենք ոչ միայն հոգեկան առողջության հարցերը, այլ նաև սոցիալական միջավայրը, սոցիալական ծառայությունները, հոգեբանական աջակցություն եւ այն աջակցող մյուս ծառայությունները, որ պետք են կնոջը։ Ծրագրի շրջանակում տարբեր ծննդատներում անցկացվել են երկօրյա դասընթացներ հետծննդյան դեպրեսիայի վաղ հայտնաբերման ուղեգրման թեմայով, որոնց մասնակցել են մանկաբարձ գինեկոլոգներ եւ այլ բուժաշխատողներ։ Ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում արձագանքը գրեթե նույնն է եղել, որ թեման շատ կարևոր է։ Հիմնական առաջարկը, որը ես լսել եմ մասնագետներից, եղել է դա, որ պետք է յուրաքանչյուր հիվանդանոց ունենա գոնե մեկ հոգեբանի հաստիկ կամ նաև հոգեբուժի հաստիկ, որովհետև այլ բան է, երբ մենք գնահատում ենք եւ արդեն ուղղորդման խնդիր ենք ունենում, իսկ որտեղ պետք է ուղղորդել։ Ոչ բոլոր դեպքերում է, որ կինը կարող է վճարովի ծառայություններից օգտվել։ Մասնագետների համոզմամբ համայնքահեն եւ իրավունքների վրա հիմնված մոտեցումները կարող են էականորեն բարելավել կանանց հոգեկան առողջության պաշտպանությունը եւ կանխարգելել ծանր հետևանքները հատկապես մարզերում։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր